Ողջույն բոլորին, շարունակում ենք լուծել սեպտեմբեր ամսվա թեստի խնդիրները, շարունակում ենք 11-րդ համարի խնդրից, որի ձևակերպումը հետևյալն է. գրքի էջերի քանակը արտահայտվում է քառանիշ թվով և հավասար է էջերը համարակալելու համար օգտագործած թվանշանների 4/13 մասին։ Քանի անգամ է 9 թվանշանն օգտագործվել գրքի էջերը համարակալելիս։ Ենթադրվում է, որ ընդամենը մի քանակ կա այսպիսի, որ բավարարում է այս խնդրի պայմաններին, դրա համար սկզբում այս քանակը գտնենք, ինչից հետո արդեն կհաշվենք, թե քանի անգամ է 9 թվանշանը օգտագործվել։ Դրա համար կարծում եմ ամենաուղիղ ձևը հավասարում կազմելն է, հավասարում կազմենք հետևյալ կերպ. Այդ մեր թիվը քառանիշ նշանակենք n-ով, n-ը հավասար է 4/13 անգամ, թե քանի թվանշան ենք օգտագործել այդ գիրքը գրելու համար, դե օգտագործվել են 1-ից 9 թվանշանները, այսինքն 9 հատ միանիշ թիվ, օգտագործվել են հետո 90 հատ երկնիշ թիվ, 10-ից 99 թվերն ենք գրել, այսինքն անգամ 90 գումարած 90 անգամ 2, հետո 900 հատ եռանիշ թիվ ենք գրել և անցել ենք քառանիշ թվերի, քառանիշ թվերը սկսել ենք 1000-ից մինչև n, այսինքն պետք է 4-ը բազմապատկենք 1000-ից մինչև n եղած թվերի քանակով, ինչը ստացվում է n-ից հանած 1000 գումարած 1 կամ n-ից հանած 999, այստեղ կա n-ից հանած 999 հատ թիվ։ Դե ստացանք մի հատ մեծ հավասարում, որը ի վերջո գծային հավասարում է n-ից կախված, կարող ենք n-ը ըստ դրա գտնել։ Փորձենք գտնել, երկու կողմը բազմապատկենք 13-ով, կլինի 13n-ը հավասար է 4 անգամ, այս մասում, աջ մասում 2700 գումարած 180, այսինքն 2880, 2889 գումարած 4 անգամ n, հանած 4 անգամ 999, որը կարելի է միանգամից գրել 3996։ Այս աջ մասը կարելի է ավելի պարզացնել, այս երկու թվերը, որ իրարից հանում ենք, լինում է 1107, ճիշտ է։ Այո, Շնորհակալություն, 1107 և մի հատ էլ փակագծերը բացում ենք, լինում է 16n հանած 4 անգամ 1107, 13n-ը հավասար է 16n հանած 4 անգամ 1107, փոխում ենք տեղերով, 4 անգամ 1107-ը հավասար է 3n, 16-ից հանած 13, և երկու մասն էլ կարող ենք բաժանել 3-ի, տեսնենք, որ այս 1107-ը բաժանվում է 3-ի և պատասխանում ստացվում է 369, 1476, n-ը ստացվում է 4 անգամ 369, որը 1476, 1200 գումարած 240, 1440 և 36, 1476։ Այսինքն ստացանք, որ գիրքը ունի 1476 հատ էջ։ Ու հիմա կարող ենք արդեն հաշվել, թե 9 թվանշանը քանի անգամ է օգտագործվել էջերը համարակալելիս։ Ստեղ կար երկու տարբերակ հաշվելու, մի քիչ իրարից տարբեր։ Կարող ենք ուղղակի
քանակները հաշվել միանիշների, երկնիշների մեջ, եռանիշների մեջ եւ հետո քառանիշների մեջ։ Ավելի հեշտ է։ Հա, ինչպես է ավելի հեշտ։ Կոմբինատորիկայով ոնց որ ավելի լավ էր։ Ես չգիտեմ, ինձ այդպես է թվում։ Հա, կոմբինատորիկայով ինձ էլ է թվում, որ ավելի արագ կլինի այդ դեպքում, բայց երևի մեկը քառանիշները մի հատ պետքա առանձնացնել։ Այստեղ խնդիրն է, որ լրիվ չեն քառանիշները։ Դրա համար ասում ենք ունենք 3 հատ տեղ edge-ի թվանշանները գրելու համար։ Այստեղ կարող ենք նույնիսկ սկսել 0-ով, եթե սկսեցինք 0-ով, համարում ենք, որ այս 0-ները չկան, ուղղակի ունենք ինչ-որ մի բնական թիվ, այդ դեպքում 9 Օրինաչափություն չկա հազարյակների համար։ Ինչ-որ կա տես ինչ-որ բան։ Հա, հիմա հա, ոնց որ կար կոնկրետ քանակ էլ մի անգամ ստացել էինք, բայց հիմա այստեղ յուրաքանչյուր հարյուրյակի մեջ կա 20 հատ նույն թվանշանից, իսկ 9 հարյուրյակի մեջ 9 հատ բանը 120 հատ։ 120 հատ, հա։ Ահա։ Այս կարանք որպես փաստ գրենք յուրաքանչյուր հարյուրյակի մեջ 20 հատ։ 20 հատ 9 թվանշան այս դեպքում 9 թվանշան 9 հարյուրյակի մեջ 120 հատ։ հա 900 յակի մեջ 120 հատ 900 յակի Ինչի, որովհետև արդեն 900-ները Ով են սկսվում, բնական է։ 100 հատ 9-ով։ Եվ 100 հատ ավել 9 ունենք։ Դա սա հաշվելու են մյուս եղանակն է, մի հատ դրան էլ կանդրադառնանք, իսկ կոմբինատորիկայով ասում ենք 9 թվանշանը գրվում է ամենաաջ դիրքում, այսինքն միավորների կարգում, քանի անգամ 10 եղանակով ընտրենք տասնավորների թվանշանը եւ եւս 10 եղանակով ընտրենք հարյուրավորների թվանշանը, այսինքն մենք նույնիսկ թույլատրում ենք 0-ները լինեն այստեղ, 0-ից 10 թվանշանները կարող են լինել, այսինքն 900 անգամ եռանիշ թվերի մեջ 9 հանդիպում է, չէ, 100 անգամ, 10 անգամ, 10 անգամ, 9 հանդիպում է որպես միավոր։ Նույն տրամաբանությամբ, եթե 9 նայում ենք քանի անգամ ենք գրել տասնավորների դիրքում, էլի կարող ենք այս մյուս երկու թվանշանները ընտրել 10 եղանակով, այսինքն 100 անգամ էլ 9 թվանշանը հանդիպում է տասնավորների մեջ եւ 100 անգամ էլ հանդիպում է հարյուրավորների մեջ, ստացվեց 300։ Իսկ այս թվով չէր արտահայտվում գրքի էջերը։ Հա, քառանիշով։ Դեռևս եռանիշներ ենք նայում, մի հատ այս հարցը հասկանանք։ Այստեղ յուրաքանչյուր հարյուրյակի մեջ, եթե գիտենք, որ կա 20 հատ, գիտենք, որ 8 հատ, այսինքն 9 հատ հարյուրյակ կա, 0-ից 99 կամ 1-ից 100-ը, 2-ից 200-ը եւ այլն, տենց մինչեւ 800-ի գրեցի 2-ից 200-ը, պետք է գրեի 101-ից 200-ը,
այս երկրորդ հարյակը, տենց մինչև 801-ից 900-ը, այս հարյակների մեջ, ամեն մեկի մեջ կա 20 հատ, ունենք ընդհանուր 9 հատ հարյակ, եղավ 9 անգամ 20, իրականում այս 9 անգամ 20-ի մեջ հաշվում ենք միայն միավորներն ու տասնավորները, այսինքն այս հարյուրավորների 9-ը հաշվի առաջ չի այս 20-ի մեջ, բայց այս հարյուրավորների 9-ը մենք եւս 100 անգամ հաշվի ենք առնում, այսինքն լինում է ընդհանուր առմամբ 9 անգամ 20 գումարած մի հատ էլ 20 900-ից 1000-ի մեջ եւ մի հատ էլ 100 հատ հարյուրավորների 9 թվանշանը, էլի նույն պատասխանն է ստացվում, այսինքն 300 անգամ օգտագործվել է 9 թիվը 1-ից 1000 թվերի մեջ։ Հիմա պետքա նույն տրամաբանությամբ շարունակենք 1476-ի համար մինչև, դրա համար կարանք նույն ձև անենք ուղղակի 1000-ից մինչև 1099, հետո 1100-ից մինչև 1199, 1300-ից մինչև 1399, այս ամեն հարյուրակներում ունենք 4 հատ հարյակ, ամեն մեկում 20 հատ, 9 կա, 4 անգամ 20 եղավ 80, և մեկ էլ պետք է հաշվել 1400-ից մինչև 1400, մեր թիվը 1476-ներ, 1476, այստեղ կա 1409, 1419 և այլն և վերջում 1469, այսինքն այս վերջին 77-նյակում, կիսատ հարյակում կա ուղղակի 7 հատ 9, ընդհանուր եղավ միանիշ, երկնիշ, երանիշ թվերի մեջ ստացել էինք 300 հատ, հառանիշների մեջ ստացանք 4 հատ հարյակի մեջ 80 և այս վերջին կիսատ հարյակի մեջ 7, եղավ 300 գումարած 80 գումարած 7, պատասխան 387։ Այդ վերջի 17-ը կարելի էր այն 20-ից 3 հատը հանելու պրծնել, էլի, չէ, 79, 89, 99։ Հա, տենց ավելի Ավելի, հարմար է։ 1479 չենք հաշվում, 1480։ Այդտեղ բայց արդեն 90-ներն է կխանգարեր։ Տասնյակի 9-ները բա։ 90-ներն էլ գիտենք, որ 10 հատ են էլի։ Հա, այնց էլ ավելի հարմար էր։ Այս 1400, այստեղ 9 տասնավորների 9 միջև 1500-ը։ հա, ես լավ չեմ պատկերացնում, ոնց պետքա լինի կոմբինատորիկայով լուծում, որը լրիվ կներառի այս քառանիշների այս դեպքը ու չենք բաժանի դեպքերի, ամեն դեպքում մի հատ պետքա այս կիսած հարյակը նայել կամ ինչ-որ դեպք նայել, որովհետև արդեն Դե երևի էլի նույնը կլինի, ուղղակի առաջին տեղում այդ հազարյակների կարգում միայն մեկը պիտի հաշվի առնենք, միայն մեկա, չէ։ Հա, կարա գրված լինի հազարյակների կարգում 2 եղանակ, բայց այդ դեպքում, եթե հազարյակների կարգում 1 կա, տասնավորների կարգում 5 չի կարող, հարյուրավորների կարգում 5 չի կարող լինել, որտեղ 1500-ից չունենք։ Հա, տենց դրա համար Արդեն կլինի 1, երկրորդ տեղում կլինի քանիսներ թիվը 4։ Եթե 0-ից նայենք, 5 թիվ չի լինում, թե 4։ 0, 1, 2, 3, 4, 5 ա լինում։ Այսինքն այս դեպքը սենց ենք նայում։
Այստեղ հաստատ մեկ է գրված հարյուրավորներում Թիվ լինի 1 2 3 4 Հարյուրավորներում 5 թվանշան, 5 Չէ, եղանա ահա 8 թիվ լինի տասնավորներում, հա։ Այստեղ էլի ինչ որ մի բան այն չի, որովհետև կարող է այստեղ 4 ենք ընտրել, տասնավորներում 9 ենք ընտրում, 1490 անցնում է։ Կարանք հաշվենք, հետո հանենք այս մի քանի հատը, որ Բայց լինում է ոնց որ 5 անգամ բայց 8 այնտեղ է անգամ քանակները սահմանափակ են էլի։ Այստեղ ոնց որ 5 անգամ 8 անգամ 10 400 400-ից էլ հանում ենք 13 387 5 անգամ 8 անգամ անգամ 10 քանի որ 7-ա գրված տասնավորներում 8 թվանշան կարա մասնակցի 0-ից մինչև 7-ը 400 400 հանենք 13 այդ արդեն են վերջի թվանշանների ինների քանակը 79 89 90 մինչև 90-ից մինչև 99 13 հատա որ հանենք 387 Հա։ Բայն առաջվա 300-ը, ինչ 300 մեկից մինչև 999, որ հաշվեցինք։ Դե արդեն ընդհանուր, արդեն բոլորը միտեղ ենք էլի որոշում։ Դրա մեջ բոլորը կան Պատասխանը ստացվում է, բայց բայց ես չեմ հասկանում ճիշտ ասած ոնց ու կասկածում եմ, որ ոնց որ մի բան այն չլինի։ Ինչի ենք մենք այս 5-ը, 8-ը ու 10-ը իրար բազմապատկում։ Բանդր 5 Դե 5 թվանշան է տեղ կարա Ինչ լինի, 8 հնարավոր թվանշան են դեպքներ տեղ։ հարյուրյակներում հնարավոր Հարյուրակները միայն հազարյակներում միայն մեկ տարբերակ ունենք ընտրելու, հարյուրակներում 5 տարբերակ, տասնյակներում 8-ը, միավորներում 10 տարբերակ իրավունք ունենք ընտրենք, եթե իհարկե մինչև կլորն ենք վերցնում։ Բայց օրինակ եթե լինի 1391, այսինքն այդտեղ 9 կարա լինի, չէ՞։ Նախապես կարա լինի, նաև 19-ն էլ կարա լինի։ Մենք սենց հաշվում ենք ուղակի թվերի քանակը։ Ասենք այս մեր հաշվածում, այս 5 անգամ 8 անգամ 10-ում հաշվում են այս թիվը 1 0 3 6 որովհետև առաջին թվանշանը 1 է, երկրորդ թվանշանը 0-ն թույլատրել էինք, երրորդ թվանշանը 3-ը թույլատրել էինք, չորրորդ թվանշանը 6-ը թույլատրել էինք, բայց այս թիվը մեր պատասխանի հետ կապ չունի։ Ուղղակի մենք պետք է 9-ների քանակը հաշվենք։ Օրինակ վերևում բան էինք անում։ Մենք հերթով մի հատ հաշվում ենք միավորներում քանի հատ 9 կա, տասնավորներում քանի հատ եւ հարյուրավորներում։ Կարանք նույն ձևով ստեղ ինչ որ բան փորձենք։ Այսինքն կարելի է մի հատ որպես երկնիշներ դիտարկել, մի հատ եռանիշներ, քառանիշ ու գումարել էլի։ Հա։ Ինչ որ պահի նմանատիպ ինչ որ դատողություն պետք է լինելու անալ։ 5, 8, 10-ի փոխարեն գրենք 9, այսինքն 1 թիվ, որ վերջում լինի 9, այդտեղ կտա 40 հատ։ Կլինի 1 թիվ։ Այստեղ 40 հատ։ 40 Հարյուրակների 20-ով կլուծեք ավելի հեշտ մի բան կորցնելու է։ նշանակենք 9, երկրորդ դեպքում տասնավորների քանակը 9, տասնավորների քանակը 9, առաջինը 1, առաջինը 1 ստեղ։ ստեղ 4, հարյուրավորների կարգում 4, չէ 5 թվանշան կարող է լինել, Հարյուրավորների կարգում 5 թվանշան, 5, վերջում էլ 6 էր, չէ՞ մեր թիվ, այսինքն 7 թվանշան էլ վերջում լինի, վերջում, այդտեղ 1, ընդեղ էլ 7, այսինքն դառնա 35, հա, բայց այս դեպքում 35 5 անգամ 7-ը անում ենք, գումարած վերևի 40, բան երկուսն դա կորչում։ պետքա մի հատ էլ բան անել։ 99, որ երկուսում էլ 9 լինի։
Որտեղ Տասնավորն ինը։ ու միավորը։ Այդ Դեպքը վերևում պետք է միավորը քննարկենք։ հաշվել ենք ոնց որ Հա, երկուսը կորչում է, որովհետև մենք այստեղ ուզում ենք օգտվել արտադրյալի կանոնից, բայց արտադրյալի կանոնը աշխատում այն դեպքում, երբ որ մեր ընտրությունները պետքա լինեն իրարից անկախ։ Հիմա այս դեպքում մենք ընտրեցինք 4 եւ ընտրեցինք 8, որ հանկարծ չընտրենք 1499, օրինակ սենց մեծ թիվ չընտրենք։ Այս 5-ն ու 8-ը դրա համար էին։ Իրականում մենք որոշ դեպքերում կարանք այստեղ 9 էլ ընտրենք, այսինքն տասնավորների կարգի ընտրությունների քանակը կախված է, թե ինչ կողքին, ենք դա ընտրում հարյուրավորների Mhm. կարգում։ Դրա համար որպեսզի տենց բան չլինի, էլի պետքա լինելու ինչ որ դեպքի բաժանել, պետքա լինելու Հաշվելով բաժանել։ ավելի հարմար էր։ Հա, Ամենահարմարը 20 այդ հարյուրակների 20-ներով այս խնդիրները շատ հեշտ է լուծվում, այդպես կլուծեք։ հա։ Եթե ունենք կոնկրետ թվանշանների քանակը կա, ինչ որ սահմանափակում չկա, այդ դեպքում կարելի է կոմբինատորիկան կիրառել ուղղակի այսպես բազմապատկել արտադրյալի սկզբունքով, եթե չէ, ինչ որ պահից այս 20-ը շատ ավելի լավ է։ Լավ, անցնենք հաջորդ։ Ասնեմ էլի, այդ հարյուրակներում, որ հաշվում ենք 20 հատ, իսկ որ անցնում ենք արդեն հազարյակներին, հաշվել եք Հազարյակներն էրա, նորից միջև տրված ասեն, եթե 900-ը չես հասնում, էլի բոլոր հարյուրակներում 20 հատ է լինելու, եթե դուք չեք հասնում 900, 1900-ին չեք հասնում, կամ 9000-յակ պիտի գաք հասնեք, որ նորից էլի փոխվի, Հա, հա։ միջև էդ չի փոխվում։ Այս ավելի կարճ, ավելի կոնկրետ կարող ենք գրել յուրաքանչյուր հարյուրյակի մեջ օգտագործվում է 20 հատ 9 թվանշան, 9 միավորների և հարյուրակների մեջ տասնավորների կարգում։ 920, Այստեղ կարող ենք մանրամասնել, որ 20 հատ օգտագործվում է միավորների և տասնավորների կարգում։ Եթե 900-ներ ունենք, պլյուս 100, որովհետև հարյուրավորների կարգում 9 է։ Եթե 1000-ավորներ ունենք, պլյուս արդեն 1000, պլյուս 9, պլյուս նաև 1000, հա, պլյուս 100-ը կար, մի հատ է 1000, կամ մի հատ է պլյուս 100։ պլյուս մի հատ 20 էլ, են 20-ը չգրեցինք, արդեն 1120, Հա, լինում է 10 հարյուրյակ, 10 անգամ 20 օգտագործվել են ամեն հարյուրավորի մեջ միավորը օգտագործվում է 10 անգամ, տասնավորը օգտագործվում է 10 անգամ, իսկ հարյուրավորը կախված է թե ինչ հարյուրավոր է, եթե 9 հարյուրավոր է օգտագործվում է 100 անգամ, եթե ուրիշ հարյուրավոր է ոչ մի անգամ էլ չի օգտագործվում։ Սա ուղղակի բոլոր քանակների դեպքում կարանք sense թիվ հիշենք, ուղղակի հարյուրավորները ոնց որ ամենա շատ օգտագործողն են, էլի հիմնականում եռանիշ քառանիշ թվերի հետ է լինում, որ հարյուրավորը գիտենք, կարանք շարունակենք քառանիշը սարքենք։ Քառանիշի համար էլ կարանք գրենք 200 նույնը։ Ստեղ։ Ուղղակի մի թիվ հիշելը ավելի հեշտ է։ Ինչ է 200։ Ամեն հազարյակի մեջ օգտագործվում ասենք է 3 թվանշանը, օրինակ 3 թվանշանը 3000 միջև 400-ը գրելիս, սենց ասենք, միջև ասենք 3400-ը գրելիս, արդեն 1120 հատ կօգտագործվի։ 1000 3 հոգ փորձեք, որ ավելի պարզ երևանի 9000 տնագնում 1000 կարգա փոխվում։ 1000 հատ հազարյակների կարգում կլինի, եթե 3 հազարյակներ եք հաշվում, եթե 3-ն եք, 3 թվանշանը լինի։ Միջև 4000, եթե ուզենք հաշվենք, 3000-ից 4000 ասենք։ 3000-ից Չէ, 3000-ից 4000-ը, հա, կլինի 1120։
Որովհետև 1000 հատ հազարյակների կարգում կլինի, 1000 հատ սրանից կլինի, որտեղ հազարաթիվ ունենք 1000 բոլորը հատ 100 հատ իրա 300-ներ իմ կլինի 100 հատ, որովհետև 300-ից 400-ը 3300 Եվ ամեն 400-ը հարյուրյակում 20 հատ։ եղավ 1000, 100 գումարած Դուք ասում եք 10 հատ 3400, 20։ թե վերցնենք օրինակի համար։ Բայց մինչև Այս դեպքում լինում է 400-ը կլինի 120 հատ։ Չէ, ավելի շատ է, ամեն Շատ 100։ կլինի, այո։ Դե ամեն հարյուրյակում պետք է 20-20-ը վերցնենք, 300-ի մեջ էլ այդ 120-ը վերցնենք։ 300-ից 400-ն էլ 120-ը պիտի վերցնենք Այո, այո։ Հիմա այս 3000-ից 4000-ի դեպքում լինում է 1300 հատ 3։ Ճիշտ է, 1300 հատ է լինում։ 120 ընդեղա 180-են մնացած հարյուրակներում է Ամեն հարյակի մեջ 20 հատ է, 20 հա 1000 էլ այդտեղ է Ստեղ այդ երկու մոտեցումները երևում են, էլի, եթե 120-նով ենք հիշում, այդ են 120-ը այն դեպքում է, երբ որ 300-ականներն են գրում, 3300-ից 3400-ը հա, այստեղ մեջտեղում 3300-ից 3400 միջակայքում այդտեղ 120 120 է մնացածում արդեն մնացած հարյուրակներում 8 հատ է 9 հատ է 9 անգամ 20 մնացած հարյուրակներում 9 հատ 20 կամ կարանք պլյուս սենց անենք 1000 Կարանք այս 20-ները առանձնացնենք ու այս 120-ը ոչ թե 120 հաշվենք, այլ լինի 1, 2, 3 և տենց 10 հատ 20 և պլյուս մի մի հատ հատ էլ է 100 այսին երկու եղանակ կա 1000 գումարած 100 գումարած 10 հատ 20 կամ 1000 գումարած 120 գումարած 9 Գումարած 108։ Դեպքում ուշադրություն պահանջող բանա պետքա բոլոր դեպքերը հաշվի առնել 25%-անոց աղի լուծույթին 300 գրամ ջուր ավելացնելուց հետո այն դարձավ 20%-անոց լուծույթ, քանի գրամ էր սկզբնական լուծույթը, տարբեր եղանակներով կարող ենք սա էլի նշանակել, եկեք սենց նշանակենք, սկզբում կար x գրամ, հետո դարձավ y գրամ, ու քանի որ աղը չի փոխվել, ուղղակի ջուր ենք ավելացրել, աղի քանակը սկզբում x-ի 25%-ներ, այսինքն x 4-րդ էր, հետո y միանգամից 5-րդ y-ը գրենք x պլյուս 300 էլի y 5-րդ է ու x-ի ու y-ի կապը նաև այնա, որ x պլյուս x-ին 300 են գումարել, դարձել է y, այս երկու հավասարումներն է պետք լուծել, ուղղակի փոխարինում ենք x պլյուս 300-ը 5-ով, կարող ենք լուծել այս հավասարումը և x-ը կստացվի, որ հավասար է 300 անգամ 4 1200 ու կարելի է նաև մտովի պատկերացնել 1200-ին, որ գումարենք 30, այդ 4 մասը կդառնա 5 մաս, կբազմապատկվի 5/4-ով, այսինքն 300 գումարելուց պետքա բազմապատկվի 1/4-ը, ուրեմն ընդհանուր մի մասը 1200 է։ Այս հեշտ էր։ Թվաբանական պրոգրեսիայում A1-ը հավասար է 2 և ինչ որ n թվի համար AN-ը հավասար է 26 և SN-ը հավասար է 182, այսինքն A1-ից AN-ի գումարը, գտնել պրոգրեսիայի տարբերությունը։ Դե պրոգրեսիայի Տեղից n-ը կարանք հաշվենք կա հետևյալ բանաձևը, n անգամ A1 գումարած AN բաժանած 2 n-ը կհաշվենք ստեղից A1-ը գիտենք 2, սա 26, այսինքն n անգամ 2 գումարած 26 կես, ստացվում է 14, և SN-ը հավասար է 182-ի։ Այստեղից n-ը հավասար է 182 բաժանած 14 կամ 13։ Եթե n-ը հավասար է 13, ուրեմն A13-ը որը հավասար է 26,
Իրականում ամեկի գումարած 12 հատ տարբերություն։ Իսկ ամեկը 2 էր, 2-ին գումարում ենք 12 հատ դե, ստացվում է 26։ Այդ դեպքում դեն հավասար է 2-ի։ Եթե այն մյուս բանը ձևով անեին գումարի համար, այն անգամ 2 ամեկ գումարած n-1 դե բաժանած 2, էլի կստացվեր ուղղակի ավելի երկար կլիներ։ Ըստ էության նույն բանաձևն է։ Ես խնդրում աճող երկրաչափական պրոգրեսիայում b1 գումարած b2 գումարած b3 հավասար է 30 և b1 քառակուսի գումարած b2 քառակուսի գումարած b3 քառակուսին հավասար է 630։ Պետք է գտնել b2-ը, նշանակենք q-ով պրոգրեսիայի հայտարարը։ Ունենք b1, հետո b1 անգամ q, հետո b1 անգամ q քառակուսի։ Այս հավասարումները գնենք b1-ով ու q-ով արտահայտված։ Առաջի հավասարումը կլինի b1 անգամ 1 գումարած b1 անգամ q գումարած b1 անգամ q քառակուսի, b1-ը ընդհանուր որ հանենք կդառնա b1 անգամ 1 գումարած q քառակուսի։ Հավասար է 30։ Երկրորդ հավասարումը ամեն մեկը Այնտեղ էլ b1 քառակուսին ընդհանուր հանենք։ տեղելի 1 է ստացվում, բայց նաև q-ն դառնում է q քառակուսի, իսկ q քառակուսին քառակուսյա բարձրանում դառնում է 4 աստիճան, որովհետև բոլորը քառակուսի պետք է բարձրացնեինք։ Սա ստացվեց 630։ Որպեսզի կարողանանք համեմատել, b1 քառակուսի լավ կլինի Բաժանենք, չէ, չի լինում։ Այս առաջինը վերևի հավասարումը բարձրացնենք քառակուսի, կդառնա b1 քառակուսի, հետո բոլորի եթե 1 պլյուս q քառակուսի պլյուս q-ի 4 աստիճան, բարձրացնում լինում է սենց, պլյուս 2q, 1 անգամ q, 1 անգամ q քառակուսի և q անգամ q քառակուսի։ Այստեղ օգտվեցինք a պլյուս b պլյուս c-ի պլյուս c-ն բարձրացած քառակուսի բանաձևից։ Ու աճ մասն էլ որ քառակուսի ենք բարձրացնում, 30-ի քառակուսի է ստացվում 900։ Սա օգտակար էր մի բանով, որ b1 քառակուսի ստացանք և նաև այս 1 պլյուս q քառակուսի պլյուս q-ի 4 աստիճանը էլի ստացվեց։ Հիմա որ նոր հավասարումը վերևի նոր հավասարումից հանենք երկրորդը, կկրճատվի ձախ մասում b1 քառակուսի անգամ b1 1 պլյուս q քառակուսի պլյուս q-ի 4-ը։ Իրարից հանելուց հետո կմնա միայն b1 քառակուսի անգամ 2, այսինքն 2-ը սկզբում գրենք, այստեղ q, գումարած q քառակուսի գումարած q խորանարդ, կարելի է միատել q-ն ընդհանուր հանել, կստացվի 2 մի հատ էլ երկրորդի հետ համակարգ կազմենք, բաժանենք։ 30 բաժանած b1-ն է, այդ փակագծին։ Հիշենք, որ այս 30-ի քառակուսուց, այսին 900-ից հանած 630-ներ, 270-ներ։ Հիմա նաև b1 Փակագծին 30-ը բաժանած b1-ը չի։ Այստեղ 30 բաժանած b1-ն է, կարելի է փոխարինել, լինում է 2 b1 քառակուսի q անգամ 30 բաժանած b1 հավասար է 270, այսինքն b1 q-ն, b1-ը կրճատվում է, մնում է b1 q, բազմապատկած 60-ով, 60-ը տեղափոխում ենք են մյուս կողմ, դառնում է 45։ 45։ Թե 4 ամբողջ 5 պետք է լինի։
45-ը։ Դա պատասխանը ստացվում։ 4.5, որովհետև 30-ը Հա, կրճատվում հա, այս զրոն չենք 270-ի հետ, 3-ը 27-ի հետ 9-ը տալիս, բաժանած 2, մի հատ է 4.5։ B1-ն 4.5 եւ հենց խնդիրը հենց դա էլ ուզում էր։ Ուզում էր B2-ի արժեքը, B2-ն էլ B1 անգամ Q-ն է հենց։ Այսինքն 4.5։ Անվերջ նվազող երկրաչափական պրոգրեսիայի գումարը հավասար է 27-ի, իսկ առաջին անդամը 9 է, գտնել պրոգրեսիայի երրորդ անդամը։ Եթե առաջին անդամը 9 է, գիտենք գումարի բանաձևը, S-ը հավասար է առաջին անդամ անգամ 1 բաժանած 1-ից հանած Q։ Հիմա գիտենք, որ 27-ի է հավասար գումարը, առաջին անդամը 9 է, այսինքն կարող ենք գտնել Q-ն։ Այստեղ որան փորձում ենք, լինում է 3-ը հավասար է 1-ից հանած 1 բաժանած 1-ից հանած Q, կամ հաճի ձև բազմապատկելով Q-ն 3 անգամ 1 մինուս Q-ն 1, 3-ը տանենք ձախ, 1 մինուս Q-ն 1/3, Q-ն 2/3։ Q-ն հավասար է 2/3։ Դե մեզնից ուզում էր երրորդ անդամը, այսինքն առաջին անդամը B1-ն է, երկրորդ անդամը B1 անգամ Q, երրորդ անդամը B1 անգամ Q քառակուսի։ Առաջինը 9 էր, անգամ 2/3, հետո մի հատ էլ անգամ 2/3։ Դառնում է 4։ Այստեղ ուղղակի բանաձևը կիրառում ենք, անհայտները տեղադրում ենք, հայտնի բաները տեղադրում ենք եւ անհայտը գտնում ենք։ 16-րդ խնդրում պետք է գտնել x խորանարդ հանած 6x քառակուսի գումարած 9x հանած 1 ֆունկցիայի էքստրեմումների գումարը։ Էքստրեմումները գտնելու համար մի հատ ածանցենք, կլինի 3x քառակուսի հանած 12x, այս 3-ը գալիս է առաջ, այս 2-ը գալիս է առաջ, բազմապատկում է եւ ցուցիչը 1-ով իջեցնում ենք, գումարած 9 եւ մինուս 1-ը որ ածանցում ենք 0 է դառնում։ Եվ էքստրեմումը այն կերպն է, երբ որ 0 ունենք, ենթադրյալ, այսինքն մի հատ սա հավասարացնենք 0-ի, բաժանենք 3-ի, կստացվի x քառակուսի հանած 4x գումարած 3։ Լավ, բայց ըստեղ մի հատ նկատառում կուզենայի անել։ Այս հավասարությունը, որ գրում ենք, ածանցյալը հավասար է 0։ Դեռևս հերիք չի պնդելու համար, որ ունենք էքստրեմում։ Այդտեղ կրիտիկական կետերն ենք գտնում առայժմ։ Հա, Ճիշտ է։ այստեղ դեռևս կրիտիկական կետերն, օրինակ x խորանարդի գրաֆիկում 0 կետում ածանցյալը 0 է տալիս, բայց էքստրեմում չի, ուղղակի կրիտիկական կետ է։ Դրա համար մի հատ պետքա ստուգել ամեն դեպքում։ Ստուգելու համար կարելի է կրկնակի ածանցյալ հաշվել։ Եթե կրկնակի ածանցյալը հաշվենք, կստացվի 6x 12 ու այս հավասարման լուծումներն էին 1-ն ու 3-ը, x-ը հավասար է 1 կամ 3։ Ու որ տեղադրում ենք, տեսնում ենք, որ x-ը հավասար է 1-ի դեպքում f'' x-ը, այսինքն կրկնակի ածանցյալը բացասական է, այդ նշանակում է, որ x-ը հավասար է 1-ի դեպքում նվազող ֆունկցիա ունենք։ Այսինքն ածանցյալը 0 էր, բայց կրկնակի ածանցյալը բացասական էր, դրա համար սենց գոքավոր ֆունկցիա է լինում, այսինքն ունենք մաքսիմումի կետ, իսկ x-ը հավասար է 3։ Ուռուցիկ, ոչ թե գոքա։ Ֆունկցիան ուռուցիկ է լինում։ Եկեք գծենք իրականում ուռուցիկի ու գոքավորի սահմանումները տարբեր տեղեր տարբեր են, դրա համար ես Ածանցյալի նշանը որոշելով չեք կարող որոշել էքստրեմումի կետերը։ ածանցյալի
Նշանը Երբ որ միշտ բացասականից դրական անցնի, այդ դեպքում կլինի փոքրագույն արժեք, երբ որ դրականից բացասական կլինի մեծագույն արժեք։ Այդպես հա, չեք կարող որոշել։ Մինիմումի կարող է։ մաքսիմումի կետեր, այո։ հա, նույն բանն է իրականում էս F շտրիխը, բայց կարող է ավելորդ քայլ լինի։ Դրա համար մի հատ էլ եթե գիտենք, որ 1 կետում ու 3 կետում ածանցյալը հավասարվում է 0-ի, դրանից ձախ դրական է, դրանից աճ 1-ից աճ բացասական է, 3-ից աճ դրական է, Մեկը ածանցյալը։ մաքսիմումն է, 3-ն է մինիմումը։ F շտրիխը, այո, այսին 1-ը մաքսիմում, 3-ը մինիմում։ Հիմա մի հատ էլ ամեն դեպքում գծում ենք սկզբնական ֆունկցիան գրաֆիկը տեսնենք, x խորանարդ հանած 6x գումարած 6x քառակուսի 6x քառակուսի գումարած 9x հանած ինչ էր 1 ունենք ֆունկցիա, որը աճում է մինչև 1 կետը, հետո նվազում է մինչև 3 կետը, հետո աճում է դրանից հետո։ Դե հիմնականում խորանարդ բազմանդամները այս տեսքն են ունենում կամ այս տեսքն են ունենում, եթե կրկնակի արմատներ ունեն, կրկնվող։ Հիմա ես այս մասին կասեի գոքավոր, բայց տարբեր մարդիկ տարբեր ձեն ասում, ոնց որ թե նաև ինչ որ տեղերում ուռուցիկ է ընդունված։ Դաշակի հարցը։ Այս էքստրեմումների գումարի փոխարեն պետք է լիներ էքստրեմումի կետերի գումարը։ 17-րդ խնդիրը էլի։ Հիմա դրա պատասխանը 4-ն է, թե 2-ը։ 4-ն էր։ Մի հատ ստուգենք ամեն դեպքում։ Այսինքն էքստրեմումի կետերի գումարը, չէ՞։ Այո։ Հա, էքստրեմումի կետերի գումարը։ Ստացես ստուգել էի, ճիշտ էր եղել։ Իրականում հա, էքստրեմումների գումարը 2-ա ստացվում։ Եթե դուք էքստրեմումները գումարեք, 2-ը ստացվում։ Հա, դրա համար պետքա էքստրեմումի կետեր լինեն։ Այս հավասարում տարբերակն էլ որ չկար, արդեն ստիպված կետերի գումարը գտանք, էլի։ Մի բան էլ ճշտ եմ, էլի։ Այդ կրիտիկական կետերը, որ ստանում ենք, դրանք որ տեղադրում ենք նախնական ֆունկցիայի մեջ, սկզբնական դրվածի մեջ, դա չէ։ Հա։ Էքստրեմումները։ Էքստրեմումները դրանք են, հա։ Y-ներ են։ Այո։ Քանի կետում է այս ֆունկցիայի գրաֆիկը, հատում աբսիսների առանցքը, աբսիսների առանցքը Հավասարեցնենք 0-ի լուծենք։ Երկառակուսային են։ Կարելի է վերլուծել արտադրիչների կամ կարելի է x քառակուսի նշանակել t-ով, լինում է x 4-ը կետում, հա, երևի։ Հա։ Լուծումներից մեկը x քառակուսին 5, x քառակուսին 1։ +1 4-ը տարմատ հավասար x քառակուսին կամ հավասար 1 կամ հավասար 5 պլյուս մինուս արմատ 1 պլյուս մինուս արմատ 5 ընդհանուր քանակը 4։ Գտնել 2x գումարած 7 ֆունկցիայի այն նախնական ֆունկցիան, որն անցնում է 4 մինուս 6 կետով։ Դե նախնականների բազմությունը մի հատ գտնենք, Այստեղից x քառակուսի պլյուս 7x-ն ու x քառակուսի պլյուս 7x մինուս 50-ը պիտի փորձենք։ Որ ինտեգրում ենք 2x-ի ինտեգրալը ուղղակի x քառակուսի x մինուս 10 պլյուս 7x պլյուս c-ն արդեն կորոշենք, որ դեպքում է այդ կետը բավարարում։ Այն մյուս երկու տարբերակները բացառում ենք։ Հիմա մեզ պետքա, որ այս ֆունկցիան 4 կետում դա մինուս 6 արժեք, 4 կետում ստացվում է 4 քառակուսի։ Կասեք, որ մյուս երկու տարբերակներ։ Այս մեկը մեկ էլ այս մեկը, որովհետև այստեղ ուրիշ x-եր էին գրած, ուրիշ ֆունկցիա։ Շփոթացնող են։ X-ը որ տեղադրենք 4 Երկու տեղն էլ, հա, 2x քառակուսի Այստեղ ընդհանրապես գծային ֆունկցիա էր գրած, այդ նախնական չի հաստատ ստեղ էլ x քառակուսի էր եղել էլի, որ ածանցյալ տվել էր 2x։
X քառակուսի պլյուս 7x մինուս 5-ն է X-ը տեղափոխական։ ի սկզբանե կարանք բացառենք։ Ամեն դեպքում այստեղ ուղղակի կարանք ցեն տեղադրենք գտնենք 4-ը տեղադրում ենք Մինուս ստացվում 50։ ստացվում է պետքա ստացվի -6 այդտեղից ցեն ստացվում է -50 այսին ունենք այս երրորդ արտահայտությունը 19-րդ խնդրում շրջանագծին արտագծված է ABCD քառանկյուն, որի երկու հանդիպակաց կողմերը գիտենք, AB-ն ու DC-ն գիտենք, պետք է գտնենք Երկու անգամ 17 34 Հեշտ է։ Գիտենք, որ այս ներգծելի քառանկյունների մեջ ներգծելի է, լավ, այն քառանկյունը, որին կարելի է ներգծել շրջանակից, գումարները հավասար են։ AB գումարած DC-ն հավասար է AD գումարած BC, այսինքն 11, սա էլ 11, գումարում ենք իրար, չէ, 11 գումարած 17, 17, են էլ 17, գումարում ենք իրար 34, բարագիծը բոլորի գումար է։ 20-րդ խնդրում տրված են եռանկյան կողմերը, պետք է գտնել մակերեսը, մի քանի բանաձև ամենաակնհայտը Էրոնով կիսաբարագիծը անգամ կիսաբարագիծ հանած կողմեր 7 գումարած 8 գումարած 9 ստացվում է 24 12 անգամ կիսաբարագիծը 2 անգամ 5 անգամ 4 անգամ 5 անգամ 4 անգամ 2 անգամ 4 անգամ 3 4 անգամ 3-ն ու 12-ը 12-ը մնաց ամոթ 12 արմատ 5 2 արմատ 5 Նաև կարելի է ընդհանուր դեպքում տանել բարձրություն, այս բարձրությունը նշանակել հաշով, այս մի հատվածը Դե դա արդեն մեր գործը դժվարացրինք։ Այն կլինի 8x, երկու հատ Պյութագորասի թեորեմ գրել ես երկու եռանկյուններում և այդ երկու եռանկյուններից հաշի ու x-ի մեջ երկու հատ հավասարում ստանալ, լուծել և գտնել։ 21-րդ խնդիրը կանոնավոր 6-անկյան կողմը 8 է, գտնել 6-անկյան մակերեսը։ 6 անգամ քառակուսի արմատ 3/4 Տես որ 6 անգամ բաժանում ենք 6 մասի, ստանում ենք 6 հատ կանոնավոր եռանկյուն, եռանկյունները գիտենք, արմատ 3/4 անգամ a քառակուսի։ Այսինքն 6 անգամ 64/4 արմատ 3 եղավ 96 արմատ 3 Սա էլ ուղղակի բանաձևի իմացությունից ստացվում է 22-ը գնդին ներգծված է գնդին արտագծված է գլան, այնպես որ այս գունդը շոշափում է համ հիմքերին, համ կողմերին մակերևույթին ու դրանից ստանում ենք, որ գնդի շարովիղը, եթե գնդի տրամագիծը հավասար է գլանի բարձրությանը։ Հաշը հավասար է 2R։ Նաև հիմքերի տրամագծին։ Հիմքերի տրամագծին է հավասար։ Հավասար է առանցքային հատույթը քառակուսի է։ Դրա համար այստեղ մեզ պետք է գտնել գլանի և գնդի մակերևույթների մակերեսների հարաբերությունը, հերթով գտնենք մակերեսները, հարաբերենք։ Գլանի մակերեսը VS գլանի մակերևույթ գլան 2 պիեռ անգամ պլյուսար սկզբում կողմնային մակերևույթինը 2 պիեռ հավճ լինում է ուղղանկյուն, որի կողմերն են 1-ը 2 պիեռ, մյուսը 2R և երկու հիմքերը 2 անգամ պիեռ քառակուսի։ Ընդհանուր ստացվում է 4 հատ պիեռ քառակուսի այստեղ,
2 հատ էլ այստեղ, այսինքն 6 հատ PR քառակուսի։ Իսկ գնդի մակերևույթինը Քառակուսի մոռացար Տիգրանյան։ 4 PR քառակուսի։ 4 հատ PR քառակուսի։ 1.5։ Հարաբերությունը 6/4։ Հաջորդը էլի տարածաչափությունը, կանոնավոր եռանկյուն բուրգի հիմքի կողմը 8 է, իսկ կողմային կողմը 6, այսինքն 8, 8, 8, 6, 6, 6 այս կողմերի երկարությունները, պետք է գտնել բուրգի լրիվ մակերևույթի մակերեսը։ Ստեղ մեզ օգնության կարանք վերցնենք որպես օգնություն մի երկու խնդիր առաջ, որ հաշվել էինք 8 կողմով հավասարակողմ եռանկյան մակերեսը, ստացվել էր 16/3, այսինքն հիմքի մակերեսը 16/3 է։ Այս 5 հավասարը 16/3։ Իսկ կողմնային Էլի մեկին հաշվենք 3 հատն իրար հավասար է։ Տենց մի հատ եռանկյուն գտենք 6, 6, 8 կարող ենք հեռանով անել 36-ից հանած 16, ինչ անեմ։ Գումարած այդ դրա կեսը։ Այստեղ լինում է 4, 8-ի կեսը։ Պյութագորասով բարձրություն 2 արմատ 5 հաշը։ 2 այսինքն արմատ 5։ 8 արմատ 5։ եռանկյուն է 4 արմատ 20 8 անգամ արմատ 5։ ես ստացվում է 8 արմատ 5։ Քանի որ այս եռանկյունից 3 հատ 3 հատ է, կողմնություն 24 արմատ 5։ Առաջ տարբերակն է։ 16 արմատ 3-ն էլ կար։ Հաջորդ խնդրում կոնի առանցքային հատույթը հավասարակողմ եռանկյուն է, որի կողմը 12 է, պետք է գտնել կողմի ծավալը։ Եթե ունենք հավասարակողմ եռանկյուն, որի կողմերը 12-ն է, բարձրությունը կարելի է գտնել։ Էլի նույն եղանակով էս բարձրությունը, որ տանում ենք, կիսվում է 5-ը, դառնում է 6, 6 արմատ 3։ այս բարձրությունը 6 արմատ 3 Շատ հեշտ է, բայց երկրաչափությունները այստեղ դրած, այս կարգի հեշտ չի լինում։ Երանի տարի սենց հեշտ լինի։ Այս ձև չեն դնում, ոչ մի տարյալ այս կարգի հեշտ չի եղել։ Ճիշտ է։ Էլի շփոթեցնող մի բան լինում է։ Ծավալի համար 1/3 անգամ բարձրությունը հիմքի մակերես։ Հիմքի մակերեսը պի անգամ R քառակուսի, իսկ R-ը հենց էս 6-ն է։ Այսինքն 12 անգամ 72 արմատ 3 է։ 6 արմատ 3 անգամ պի անգամ 6 քառակուսի ստացվում է 72 պի արմատ 3։ 72 պի արմատ 3։ Եվ հաջորդը էլի երկրաչափություն, բայց արդեն վեկտորներով ավելի շատ հանրահաշիվ ենք անելու։ Տրված են երկու վեկտորներ, պետք է հաշվել դրանցից մեկի եւ դրանց տարբերության սկալար արտադրյալը։ Դե տարբերությունը հաշվենք ու մինուսվեն, մինուս 2, 2, 3։ Ստացվում է Մինուս 2-ից 2 4, մինուս 2, 3-ից 1-ը 2, եւ 3։ 3։ Ահա։ Հիմա ուի հետ կտա 2 անգամ մինուս 2, մինուս 4, 6 եւ 0։ Մինուս 6 գումարած 4, մինուս 4 գումարած 6։ Այն 0։ Ահա։ Ճիշտ է, հաշվարկը հեշտ է, ամեն դեպքում այս սևով գրում եմ ուի կոորդինատները, կարմիր կապույտով ու մինուս v-ի կոորդինատները, 3-ը բազմապատկում ենք 2-ի հետ, գումարում ենք 3-ի հետ, ստացվեց մինուս 4 պլյուս 6, ինչը հավասար է 2։ Եվ պատասխանը 2։ Այս
Սկալյար արտադրյալի բանաձևը շատ օգտակար է, որովհետև ինչ որ անկյուններ հաշվել կարիք չկա գծել կամ պատկերացնել։ Լավ, այսքանով երևի այսօր ավարտենք, լուծեցինք 10-ի 11-ից 25-ը, մյուսներն էլ երևի հաջորդ մի 2-3 քննարկմանը կանենք և լինի ևս մեկ թեստ։ Կներեք, էլի կլինի, հաջորդն էլ գրենք են կոմպլեքսը հետո, թե արդեն շատ ենք չարաշահում ձեր վրա։ Ես Միայն չգիտեմ ինչա, ես կոմպլեքս թվի եռանկյունաչափական տեսքը։ կդենք արմատ 3 հանած ի թվի եռանկյունաչափական տեսքը։ Տեղերը 3-ին գումարած 1 քառակուսի արմատ 3-ին գումարած 1 2 Իմ մոդուլը գտնում ենք 3 քառակուսի գումարած մինուս 1-ի քառակուսի, որը 2 է տալի։ Կամ առաջինը կամ չորրորդ։ Հիմա ես կգծեի Չորրորդ։ արմատ 3-ը պետքա լինի իրական մասը, կարող էինք երկուսն էլ արմատ 3-ը երկուսի բաժանենք, էլի պարզ կերևալ, արմատ 3 երկրորդ մինուս 1 երկրորդի ու փոխեինք կոսինուս սինուսի։ Արմատ 3 երկրորդ, են է 1 Երկու անգամ կլիներ 2 անգամ արմատ 3 երկրորդ մինուս 1 երկրորդի ու արմատ 3-ն էլ արմատ 3 երկրորդն ու 1 երկրորդը կոսինուս սինուսի կփոխեինք, ես այդպես կդրեի։ Ուղղակի որ գիտենք երկուսը ընդհանուր ենք հանելու, կարանք երկուսը հանենք ընդհանուր, պատասխանը։ Արմատ 3 երկրորդ մինուս 1 երկրորդի Այո, արմատ 3 երկրորդը երկրորդն էր ճիշտը։ արմատ 3 երկրորդը Կոսինուսի դեսերորդն է։ 60 աստիճանի սինուսն է, այսինքն 30 աստիճանի հա կոսինուսը։ երկրորդն է ճիշտը։ Այո, երկրորդն է ճիշտը։ Մի բան հարցնեմ, էլի միշտ ի մոտ սինուսն է լինում։ Հա, Դե կարելի է ուղղակի պատասխաններով էլ ստուգել կոսինուսի սինուսի արժեքներով։ Հա, այս տարբերակ դու ուղղակի պիտի 4-ը փորձեիք։ Բազմապատկի բաժանել եմ գործակիցների քառակուսիների գումարի վրա արմատի տակ։ Արմատ 3-ի քառակուսուն գումարած 1-ի քառակուսի։ Դե տենց արավ, էլի սկզբից այդ ձև լուծեց, բայց այս պարագայում թվերն այնպեսին է, որ սենց էլ արեց լուծվում։ այս անկյունը ստացվում է 30 աստիճան, թե 60 աստիճան։ 30 Արմատ 3 է այս կողմը, մյուս կողմը 1, ճիշտ է մինուս 1, բայց արմատ 3 երկրորդ, հա։ սա երկուսը ունենք 30 աստիճան, 60 աստիճան այստեղ, 30-60 աստիճաններով ուղղանկյուն Բա եռանկյուն։ եթե 30 աստիճանի։ Հիմա այստեղ նաև կարելի է սենց գրել 2 անգամ կոսինուս մինուս 30 աստիճան, մինուս 30 աստիճան, Բայց այն 30-ն ու 60-ը ճիշտ գրեցիք, Տիգրան ջան։ Եթե այնտեղ 30 լիներ, կնշանակի սինուս 30 աստիճան արմատ 3 երկրորդը։ Արմատ 3 երկրորդը կոսինուսն է Լավ, ստացվում։ իստված այնտեղ արմատ 3 եք գրել։ Ու կարան գրենք սինուս մինուս 30 աստիճան, Մինուս սինուս կդառնա, այդ կոզմիկ 30-ը։ մինուսը դուրս է գալիս այստեղ։ Նույն բանը։ Ես պարզապես մինուս մի 6-րդը չէի վերցրել, դրա համար է սխալ ստացել, դրա համար խնդրեցի, որ սա գրեքի։ Այդ ձեր գծագրով ավելի հարմար է լինում գծագրով, ես առանց գծագրի էի արել, այնտեղ մինուսի խնդիր էր առաջանում, դրա համար չէի կարողանում ճիշտը ստանալ, շնորհակալություն շատ։ Ձեզ նույնպես շնորհակալություն, մինչ հաջորդ հանդիպում։